Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ստիվեն Չարնոկ, օր մարտի 15։ Արդ մենք հավատքով արդարացած լինելով Աստծո հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը, որով ընդունեցինք հավատքով այս շնորհքի մեջ մտնելն էլ։ Հռովմայացիս 5-րդ գլուխ 1-ից 2 խոսքեր։ Նախ ներվածները արդարացած լինելով Աստծո մոտենալու ազատ մուտք ունեն։ Իշխանը կարող է իր ընտրված ծառային հեռացնել որևէ մեղքի պատճառով իր պաշտոնից եւ հետո նրան վերադարձնել հասարակության մեջ իր ազատությանը, սակայն այլևս չընդունել նրան նախկին մտերմության եւ վստահության մեջ։ Սակայն այն մարդը, որին Աստված է ներել, մուտք ունի դեպի Աստված հաստատուն եւ մշտապես հիմնված շնորհքի մեջ կանգնելու համար։ Մեղքը սարսափեցնում է մեզ եւ այնպես է անում, որ անգամ Աստծո ներկայությունը տեսնելը մեզ համար ծանր լինի, բայց ներումը քաջալերում է մեզ մոտենալու նրան։ Մեղքը մեզ ստիպում է նրան նայել որպես դատավորի, իսկ ներումը որպես բարեկամի։ Ով կարող է վստահությամբ կամ հույսով դիմել բարկացած եւ դատապարտող Աստծուն, իսկ ով չի կարող հույսով դիմել ներող Աստծուն։ Մեղքը Աստծո եւ մեր միջև եղած պատնեշն է, իսկ ներումը դրա կործանումը։ Ներումը երբեք չի տրվում առանց այն բանի, որ գավազանը երկարացվի, մեզ հրավիրելով Աստծո ներկայության մեջ մտնելու։ Եվ ինչը կարող է ավելի ցանկալի լինել, քան ունենալ ոչ միայն Աստծո բարեհաճությունը, այլ նաև ազատ մուտք ցանկացած ժամանակ դեպի երկնքի եւ երկրի Տերը, եւ ի վերջո հավիտենական կյանք նրա հետ։ Երկրորդ, ներումը ապահովում է խղճի խաղաղությունը։ Երբ երկինքը ժպտում է մեզ վրա, անպայման խաղաղ եղանակ է լինում, իսկ մնացած բոլոր բաները անհանգստություն են ծնում։ Մեղքը փուշ էր Դավթի թագի մեջ, նրա գահն ու գավազանը միայն խղճուկ մխիթարություններ էին, քանի դեռ նրա մեղքը ծանրանում էր նրա վրա։ Աշխարհի փառքը չի կարող բժշկել վիրավորված հոգին, մյուս հաճույքները կարող են գոհացնել զգայարանները, բայց միայն ներումն է, որ կարող է գոհացնել հոգին։ Աստծո որոտը դողացրեց Մովսեսին, սակայն շնորհալի ներման հույսն անգամ դատապարտված հոգուն կարող է ժպիտ պարգևել տանջող կրակների մեջ։ Քանի անգամ այդ զգացումը բարձրացրել է նահատակների սրտերը եւ այնպես արել, որ տառապողները երգեն, մինչդեռ դիտողները լաց էին լինում։